Բարոյց սարգելի ֆուտբոլասերներ, շարունակում է Աֆելի Winter Cup-ի հետաքրքիր հանդիպումների շարքը։ Եվ հիմա բոլորս միասին կհետևենք Winter Cup-ի 3-րդ տուրի Paris Saint-Germain Newcastle հանդիպման ընթացքին։ Հայ ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս են եկել խաղադաշտ։ Քիչ անց կսկսվի հանդիպումը, կլսենք Մանուկ Մուրադյանի մեկնարկային սուլիչը։ Թիմերը խաղին մոտեցել են բարձր տրամադրությամբ, մոտեցել են միայն ու միայն հաղթելու և այսօրվա ֆուտբոլային երեկոն հաղթանակով ավարտելու համար։ Կարևոր հանդիպում երկու թիմերի համար էլ առհասարակ հետաքրքրությունը բավականին մեծ է Winter Cup-ի հետ կապված։ Թիմերը անհամբերությամբ են սպասում մրցաշարի մեկնարկին։ Արդեն 3-րդ տուրն է։ Խաղը մեկնարկում է Paris Saint-Germain Newcastle։ Այս պահին բարեկամներ եկեք անցնենք մրցող թիմերի, արագորեն անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո կհետևենք խաղի ընթացքին, սկսենք Paris Saint-Germain-ից, համար 1 Դավիթ Պետրոսյան, համար 2 Էդգար Թամազյան, համար 6 Արտակ Իսրայելյան, համար 7 Արտուր Հովանիսյան, համար 8 Հայկ Մարտիրոսյան, համար 9 Էրիկ Գուրյան, համար 10 Հայկ Պետրոսյան, համար 11 Էրիկ Գրիգորյան և համար 33 Վիգեն Առաքելյան։ Նյուքասլ, համար 1 Էրիկ Խաչատրյան, համար 2 Սերգեյ Ասրյան, համար 3 Արթուր Աբրահամյան, համար 8 Արսեն Հարությունյան, համար 10 Արսեն Սարգսյան, համար 13 Արսեն Հարությունյան, համար 15 Տիգրան Համբարձումյան, համար 18 Հարութ Մանգասարյան, համար 22 Միքայել Առաքելյան, համար 24 Հայկ Աթայան, համար 25 Նարեկ Դանիելյան և Արամ Կոստանդյան համար 77։ Հարված դարպասից Նյուքասլ է գնդակով։ Երկար փոխանցում առաջ։ Ստանում է գնդակը Paris Saint-Germain-ի ֆուտբոլիստը, բայց պատասխան փոխանցումն անհաջող էր։ Հիմա տեսնենք արագ հակագրով, որն էլ պսակվում է անհաջողությամբ, սակայն գնդակը մնում է Նյուքասլի մոտ։ Վտանգավոր դրություն է։ Գրոհ շարունակվում է։ Սարգսյան։ Խլում է գնդակը Paris Saint-Germain-ի ֆուտբոլիստը և արագ հակագրով ձախեզում վտանգավոր դրություն է։ Սարգսյան։ Ձախեզով շարժում է առաջ Նյուքասլի ֆուտբոլիստը։ Սարգսյան ստանում է գնդակը հարված, դարպասապահը տիրում է գնդակին։
PSG-ն է գնդակով։ Խապս է տալիս, բայց մնում է գնդակը։ PSG-ի մոտ շարժում է առաջ, փոխանցում է պետք կատարել։ Եվ վաստակում է անկյունային հարվածի իրավունք։ Փոխանցում։ Նյուքասլի հակագրողը տեղափոխվում է կենտրոն։ Կարելի հարվածել, փոխանցում է կատարում և եզրային նետում։ Սարգսյան փորձում է խապս տալ, բայց փորձում է գնդակը Արսեն Սարգսյանը և PSG-ի արագ հակագրողը ձախեզրով սլանում է առաջ։ Հարված, փակում են հարվածի ճանապարհը։ Հիմա հերթը Նյուքասլին է գրոհելու։ Սարգսյան, վտանգավոր դրություն է, հարված, չեզոքացնում է սպառնալիքը PSG-ի ֆուտբոլիստները։ Անկյունային հարված, տեսնենք ինչպես կիրացնել Նյուքասլի ֆուտբոլիստները։ Եվ հարված, PSG-ի դարպասից։ Առաջ։ Տիրում է գնդակին դարպասապահը։ Անհաջող փոխանցում էր։ Երկու թիմերն էլ անդադար գրոհում են, բայց դեռևս գրոհների մեջ չկա սրություն։ Սարգսյան կորցնում է գնդակը Սարգսյանը։ Ես մնում է գնդակը Նյուքասլի մոտ։ Հեռացնում են գնդակը։ Չկարողացավ հասնել գնդակին։ Եվ եզրից PSG-ի ֆուտբոլիստը գնդակը կմստի խաղի մեջ։ Հարված։ Գեղեցիկ գոլ կստացվեր, ամեն դեպքում փորձեց գնդակը կախել դարպասապահի գլխի վրայով, բայց հարվածը մի փոքր բարձր ընթացավ։
Սարգսյան հարված շեղեր։ Բավականին հուշկու հարվածների հետ իրապետում Արսեն Սարգսյանը։ Խանցում առաջ։ Դարպասապա շատ հանգիս վերցնում է գնդակը։ Նյուքասլի հերթական գոլը տեսնենք ինչ զարգացում կստանա։ Կորուստ։ Երկու թիմերն էլ շատ են սխալվում այսօր խանցումների մեջ։ Դեռևս հավասար պայքարում է անցնում հանդիպումը։ Չունենք խփված գնդակներ։ Սարգսյան ՊՍԺ-ի արագ հակագրոհը հարված բարձր է։ Սարգսյան հրաշալի հնարավորություն է հարված։ Երկու թիմերն էլ բավականին լավ են պաշտպանվում այսօր, բայց գրոհելիս վերջնական վճռորոշ հարվածը շեղ է ստացվում կամ մրցակցի դարպասապահն է փրկում դրությունը, հիմա ՊՍԺ-ի գրոհը խաբս է տալիս։ Դարպասապահը փրկում է դրությունը, հիմա Արսեն Սարգսյանը հնարավորություն ունի շարժվելու առաջ։ Ուղղացում կենտրոն։ Տեսեք ինչքան շատ են այսօր սխալ փոխանցումները երկու թիմերի կատարմամբ են։ Գործում են, ամեն ինչ անում են, թե ՊՍԺ-ն և թե Նյուքասլը անդադար գրոհում են, բայց դեռևս հարձակվողներին պակասում է դիպուկությունը։ Նյուքասլն է գնդակով փոխանցում Զախիազար։ Շարունակում է Նյուքասլի գրոհը։ Սարգսյան խաբս է տալիս։ Կարելի էր հարվածել ամեն դեպքում, բայց կորցնում է գնդակը Արսեն Սարգսյանը։ Խացում Զախիազար։ Հրաշալի փոխանցում էր։ Իրավիճակ է։ Կարելի է հարվածել։ Ոչ մի կերպ չի ստացվում գրավել դարպասը։
PSG-ի հերթական գրոհը Հարակապկա գրոհ Եվ խախտում է խաղի կանոնները Դեղին կարդ կստանա Paris Saint-Germain-ի դարպասապահը Արսեն Սարգսյանը կիրասնի տուգանային հարվածը Սարգսյան փոխանցում Գրոշարունակում է Բայց PSG-ի պաշտպաներ իրենց բարձունքների վրային հիմա արագ հակագրոհ Բայց կրկին գնդակի կորուստ Եզրային նետում PSG-ի ֆուտբոլիստը եզրից գնդակը կմստի խաղի մեջ Սարգսյանը օգնության է հասնում պաշտպաններին Ոստակ ինչպիսի ընթացք ունենա Նյուքասլի հերթական գրոհը Հեռացնում են PSG-ի ֆուտբոլիստները Սլանուն առաջ Կալի փոխանցում կատարել Նյուքասլի ֆուտբոլիստը կփորձի կազմակերպել հերթական գրոհ, չէ շտապում, փորձում են կարճ փոխանցումներով շարժվել առաջ Հրաշալի փոխանցում էր Կրկին PSG-ի պաշտպաններն են Հրաշալի խաղում Գեղեցիկ փոխանցում են, հարված, թույլ էր, թույլ ստացվեց, հարվածը, դարպասապայամը, այդ հարվածը ոչ մի վտանգ իրենից չներկայացրեց, հիմա Արսեն Սարգսյանը կենտրոնով շարժում է առաջ, փոխանցում ուժեղ էր փոխանցումը,
Եզրային նետում Արակակագրո PSG ֆուտբոլիստների կատարմամբ տեսնենք Խորում է գնդակը Նյուքասլի խաղացողը Վտանգավոր գրոհի մը կարող են կազմակերպել Անկյունային արված տեսնենք ինչպես կիրասնեն, փոխանցում, հեռացնում են գնդակը, Սարգսյան, գեղեցիկ փոխանցում դեպի Աչեզեր, վտանգավոր դրություն կարող է հիմա ստացվել, և խաղի կանոնների խախտում, Կրկին դուգանային հարված Արսեն Սարգսյանն է գնդակի մոտ Սարգսյան հարված ունի դարպասին և բավական է բարձր ընթացավ հարվածը PSG-ի դարպասապահը գնդակը կմսնի խաղի մեջ Խնդրում առաջ Անհաջող էր Երթական անհաջող հարվածը Կարողացավ ինչպես հարկն է ընդունել գնդակը Նյուքասլն է գնդակով Շլանում է առաջ, արագություն է զարգացնում, փոխանցում, բայց այնտեղ փոխանցմանը ոչ ոք չէր սպասում Հրաշալի փոխանցումներով շարժում են առաջ Նյուքասլի ֆուտբոլիստները Բայց, այո, վերջնական վճռորոշ փոխանցումը կրկին անհաջող էր և տեսնենք PSG-ի հակագրոհը ձախ եզրով Հարված Նյուքասլի դարպասից Քիչ ժամանակ է մնում առաջին խաղակեսի ավարտին
Հաշիվը բացված չէ 0-0 Նյուքասլ Պարիս Սեն-Ժերմեն։ Երեքը երկուսի դեմ, տեսնենք, փոխանցում, հեռացնում է դարպասապահը, բայց գրոհ շարունակում է Պարիս Սեն-Ժերմենի, հարված դարպասին, ինչպիսի հուշկու հարված էր, բայց հարվածը շեղ էր։ Չես ուկասնում ես, պարնալիքը։ Կարծես թե վերջին գրոհը առաջին խաղակեսի հրաշալի փոխանցում էր։ Շարունակում է հարված շեղել և առաջին խաղակեսը ավարտվում է։ Առաջին կեսից հետո հաշիվը բացված չէ 0-0։ Մենք էլ կարճատև դադարով ընդմիջվենք, որից հետո շարունակենք ռեպորտաժը։ Բարեկամներ, վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի է ունենում Աֆելի Winter Cup-ի երրորդ տուրի Նյուքասլ Պարիս Սեն-Ժերմեն հանդիպումը, արդեն սկսվել է երկրորդ խաղակեսը, առաջին կեսից հետո հաշիվը բացված չէ 0-0, առաջին կեսը անցավ փոխ-դիփող գրոհներով, երկու թիմերն էլ անդադար գրոհում էին, սակայն չունեցանք և ոչ մի խփված գնդակ առաջին խաղակեսում, տեսնենք ինչ զարգացում կստանա երկրորդ խաղակեսը, Նյուքասլն է գնդակով, փոխանցում Աչեզը։ Վնասվածք է ստացել ՊՍԺ-ի ֆուտբոլիստը։ Նյուքասլը կզարգացնի հերթական գրոհը, տեսնենք ինչ ընթացք կստանա, ինչ ընթացք ունենա, փոխանցում առաջ, մնում է գնդակը Նյուքասլի մոտ, փոխանցում, Սարգսյան, հարված, բարձր են տանում հարվածը, Սուլուչիկը կարող են հանդիպումը, փոխանցում առաջ, հաջող փոխանցում էր և հարված արդեն Պարիս Սեն-Ժերմենը
Դարպասից Արասել է պետ գնդակը Քիչ էր մնում PSG-ի ֆուտբոլիստի կոպից սխալից հետո գնդակը հայտնվեր դարպասում, բայց հրկում է Paris Saint-Germain-ը Նյուքասլն են գնդակով շարժում են առաջ Սարգսյան Խաղի կանոնների խախտում Բավականին վտանգավոր դիրքում Նյուքասլը ստանում է տուգանային հարված իրավունք և այո գնդակի մոտ Արսեն Սարգսյանն է Տեսնենք Սարգսյան հարված Ինչպիսի հրաշալի հնարավորություն ստացան, բայց չկարողացան օգտվել այո, ակնհայտ խաղի կանոնների խախտում և դեղին քարտ կստանա հիմա կարծում եմ այո Նյուքասլի ֆուտբոլիստը Արսեն Հարությունյանը ստացավ դեղին քարտ Փոխանցում բարձր փոխանցումը Կրկին Նյուքասլն է գնդակով փոխանցում հեռացնում է դարպասապահը գրոհ շարունակում է արված և անկյունային այո կրկին գնդակի մոտ Արսեն Սարգսյանն է խաղարկում են գնդակը Ռավել ակտիվ են երկրորդ կեսում Նյուքասլի ֆուտբոլիստները Սարգսյան Գեղեցիկ փոխանցումներով, հրաշալի փոխանցումներով Նյուքասլի ֆուտբոլիստները շարժում են առաջ Սարգսյան Վտանգավոր կարող է ստացվել Եվ հարված դարպասից Խաղի 32-րդ րոպեն է բարեկամներ Նյուքասլ Paris Saint-Germain Հաշիվը բացված չէ 0-0 Վտանգավոր դրություն է Հարված հեռացնում են գնդակը PSG-ի ֆուտբոլիստները, բայց գրոհ շարունակվում է Սարգսյան
Հրաշալի գրոհեր, բայց չկարողացան եզրափակել գրոհ Նյուքասլի խաղացողները։ Խնդրում։ Արված։ Գրոհում են Նյուքասլը եւ հրաշալի կերպով պաշտպանվում են Պասաժեի ֆուտբոլիստները։ Տեսնեք ինչքան կարողանան դիմադրել Նյուքասլի գրոհներին։ Փորձել շրջանցել, բայց շրջափակել են միանգամից 3 ֆուտբոլիստ Նյուքասլի ֆուտբոլիստին, բայց գրոհ շարունակվում է։ Գեղեցիկ խաղաց։ Սարգսյանը ստանում է գնդակի ձախ եզրում։ Հարվածում է դարպասին և հարվածը շեղեր։ Հիմա հերթը Պասաժեինն է գրոհելու խաղի կանոնների խախտում։ Բավականին վտանգավոր դիրքում Պարիս Սեն-Ժերմենի ֆուտբոլիստները ստանում են տուգանային հարվածի իրավունք։ Հրաշալի հնարավորություն է հաշիվը բացելու համար։ Իհարկե պետք է պարզապես օգտվել այս հնարավորությունից։ Հարված, փակում են հարվածի ճանապարհը։ Եվս մեկ հարված։ Ես կամ Նյուքասլը կենտրոնով շարժում է առաջ։ Սարգսյան, հարված։ Եվ հաշիվը բացված է։ Արսեն Սարգսյանը վերջապես կարողանում է բացել խաղի հաշիվը 1-0։ Մեկ-0 վերջապես Նյուքասլին հաջողում է բացել խաղի հաշիվը Արսեն Սարգսյանը մի քանի անգամ փորձելով հեռու տարածությունից գրավել մրցակցի դարպասը եւ վերջո հասնում է նպատակին եւ հեռար հարվածով կարողանում է բացել խաղի հաշիվը 1-0 Կրկին Նյուքասլն է գրոհում։ Խնդրում առաջ։ Հրաշալի կերպով խաղարկեցին, բայց գործնում են գնդակը Նյուքասլի ֆուտբոլիստները։ Արագ հակագրոհ։ Խաբս է տալիս։ Հարված։ Հրաշքով չհայտնվեց գնդակը Նյուքասլի դարպասում, բարեկամներ։ Գեղեցիկ է և 2-0։ 2-0
կրկնապատկում է հաշիվը Նյուքասլը։ Երկու զրո Նյուքասլը կրկնապատկում է հաշիվը Նյուքասլի կազմում 27 համարի շորով խփեց Նյուքասլի կազմում 27 համարի Արզաշապիկը ֆուտբոլիստը գողխփեց, բայց ծրագրում 27 համար չկա PSG-ն է գնդակով փոխանցում առաջ Եզրային նետում կարողանա PSG-ն գրավել դարպասը վտանգավոր դրություն էր և հարվածը բարձր է ընթանում 10 րոպե խաղի ավարտին 2-0 հաշվով Նյուքասլը հաղթում է Paris Saint-Germain-ին Փոխանցում էր Կրկին անգամ չեզոքացնում է սպառնալիքը Նյուքասլի ֆուտբոլիստները Սարգսյան Վտանգավոր դրություն է Սուլիչիկը կարող է շարունակել հանդիպումը Երկրորդ կեսը իրականում շատ լավ են խաղում Նյուքասլի ֆուտբոլիստները Արտուր եք դիչի Սարգսյան Հարված և դարպասապահատիրում է գնդակին Չեն շտապում Նյուքասլի ֆուտբոլիստները
Անկյունային հարված Սարգսյան Հարված բավականին բարձր ընթացավ հարվածը Սժել է գնդակով փոխանցում Հարված շեղեր Ոչ մի կերպ չի ստացվում PSG-ի ֆուտբոլիստերին գրավել մրցակցի դարպասը Հարված Նյուքասլի դարպասից Հրաշալի անցում էր կենտրոնով շարժում է առաջ շրջանցում է Հարված և հրաշալի է խաղում Նյուքասլի դարպասապահը մատների ծայրերով գնդակը դուրս բերելով անկյունային փոխանցում Հարված Եվս մեկ անկյունային Անկյունայինը իրացված է, բայց գնդակը չհասավ հասցեատիրոջը Կոպիտ խախտում էր վնասվածք ստացավ PSG-ի դարպասապահը Ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը Անկյունային հարված, խաղարկում են անկյունայինը Սարգսյան Անհաջող հարված էր Կրկին PSG-ն է գնդակով փոխանցում հրաշալի հարված կլիներ եթե Գնդակը դիպ չէր PSG-ի ֆուտբոլիստի ոտքին Թողնում է գնդակը Սարգսյանը, բայց չհասկացան միմյանց Նյուքասլի խաղացողները Արագ հակագրոց Զախեզոր շարժում է առաջ վտանգավոր դրություն է խաբս է տալիս բայց չի կարողանում գրավել դարպասը Հարված փակում են հարվածի ճանապարհը Կրկին PSG-ն է գնդակով Եվ հիմա արագ հակագրովի հերթը արդեն Նյուքասլին է, որոնք չեն կարողանում շարժվել առաջ գնդակի կորուստ Հրաշալի հնարավորություն 3-1-ի դեմ Սարգսյան
Վտանգավոր դրություն է։ Հարված։ Եվ աշիվը դառնում է 3-0։ Հարութ Մանգասարյանը հաշիվը դարձրեց 3-0։ Պասաժենը գնդակով Սարգսյան Հարված և անկյունային Փոխանցում Պասաժենը գնդակով և անհաջող փոխանցում հրաշալի է 4-0 Նարեկ Դանիելյան Եվ վերջ բարեկամներ, հանդիպումը ավարտվում է, Նյուքասլը 4 անպատասխան գնդակ է ուղարկում Paris Saint-Germain-ի դարպասը 4-0, շնորհավորում եմ Նյուքասլի ֆուտբոլիստներին հրաշալի հաղթանակի կապակցությամբ և այսքանով ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից, այն ձեզ համար մեկնաբանեց Շավարժ Հարությունյանը, մինչ նոր հանդիպում